Ադրբեջանի գործած բոլոր քայլերը միջազգային իրավունքի հակասություն են։ Մեր երկրում իշխանական մակարդակով ասում են դեռ պետքա պարզենք, թե ոնց են այդ մարդիկ գերի ընկել, մեղադրում են նույնիսկ գերի ընկնելու համար։ Երբ որ Անդրանիկ Քոչարյանը կամ մյուսները փորձում են դեռ մի հատ էլ պարզել, ինչ հանգամանքներում են գերին ընկել, ինչ իրավիճակ է եղել, որ նրանք հայտնվել են այդտեղ, բա դուք եք իշխանությունը, բա գերագույն գլխավոր հրամանատարով մենակ այդ գլխարկը դնելով ու նկարվելով չէր։ Պահեն Նիկոլ Փաշինյանի թիկունքը ամրացնելով նրա դիտքերը։ Այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը ամրանալու տեղ ունի, որովհետև իր հեղինակությունը գահավիժում է եւ անկավ իրենց հարցումներով։ Այսօրվա դրությամբ մեր թիրախային հարցը ոչ թե ով բերեց Նիկոլին պետք է լինի, այլ ով եւ ինչպես եւ ինչքան արագ պետք է հեռացնի Նիկոլին։ Ըստ հետքի հոդվածի այնտեղ մի կոռուպցիոն այնպիսի սխեմա է նկարագրած, որ նախկինները կերազեն այդ սխեման։ Նախկինները պիտի գան ասում դասընթացների կողմ։ Մաստեր կլասի։ Պիտի գան սովորեն ինչպես նսխել պետական բյուջեն։ Մինչև երբ է Նիկոլ Փաշինյանը փորձանելու ճնշի ազատ խոսքը։ Ես կարծում եմ մինչև այնտեղ ինչքան մենք իրենց պիտի թույլ տանք, որովհետև քան իրենք կարողանում են, իրենք անելու են։ Մենք հասկացանք, որ այս մարդիկ ստոպ չունեն, այսինքն չկա մի հատ կարմիր գիծ, որ ասես այս կարմիր գիծը իրենք չեն հատելու։ Երբ է սպառվելու, մեր իշխանությունների կողմից մշակված այդ ամենօրյա, ամենամսյա զիջումների փաթեթը, միջև ուր։ Մինչև էլ բան չունենանք տալու։ Մենք տեսանք, այս տարիների ընթացքում քանի շարժում ձևավորվեց ու ձախողվեց։ Սիթի տուրով ավարտվեց, գնացինք, պտտվեցինք քաղաքում, այդ ընթացքում 2-3 կիլոգրամ հասցրեցինք մաշացնել։ Ես մտածում եմ, որ հերթական կամ արտահերթ, փողոցային կամ ոչ փողոցային պայքարով պիտի մարդիկ մերժեն Նիկոլ Փաշինյանին։ Ուղղակի ասեն, որ ինքը չպիտի լինի։